Ես քո համար top 5 շախմատիստները ովքեր են։ Դե իմ համար առաջինը Մագնուսն է, որովհետև իր հաջողությունները ու իր ոնց որ ամբողջ ֆորմատներում ուժը ոչ մեկ չի ունեցել։ Չեմ կարող ասեմ, որ սիրածը շախմատիստն է։ 5-ի մեջ չի մտնի իմ սիրած շախմատիստներին։ Հա։ Բայց ես ասեմ որպես ուժեղագույն։ Հետո Կասպարովն է։ Այ Կասպարովը հաստատ 5-ի մեջ կմտնի իմ սիրած շախմատիստների։ Համով շախմատ է էլի խաղացել։ Հետո կլինի դե Ֆիշերը, որովհետև ֆենոմենալ սպորտային բան էր։ Հետո Ֆիշերը մշակույթով էլի ինքը տենց բան արել, որ մինչև իրա չեն կարողացել անել։ Ինքը շախմատին ստիպելա մարդիկ լուրջ վերաբերվեն։ Ստիպելա, ասենք, գումարները շատացնեն, ստիպելա, ասենք, չգիտեմ, պայմանները լավացնեն շախմատիստների համար։ Հետո պետքա լինի, որ Կարպովը ուժով, ինքը ոնց որ դե Ֆիշերը իր հետ չխաղաց թարգեց, դրանից հետո սկսեց նենց դոմինացիա անել, որ շատերը հասկացան, որ ինքը Ֆիշերին երեսը կհաղթեր։ Ու 5-րդը երևի թե Անանդը կլինի։ Շատ ֆորմատներով հաղթելա ու շատ ուժեղ է, էլի միշտ խաղացել։ Ես ասենք իր հետ խաղացել եմ արդեն ինքը մի քիչ մտածում եմ արդեն սպադի վրա է, ու տենց ստացեց, որ առաջի 6 արդյունքային խաղերը ես եմ կրել։ Ու ես տեսա, ասենք ինքը 40 տարեկանում սկսեց փոխվել է։ Դեռ ուրիշ մարդ դարավ։